Բարև ձեզ, դուք դիտում եք լրազումը, այսօր իմ գործընկերներ Թաթուլ Հակոբյանի և Դերենիկ Մալխասյանի հետ զրուցելու ենք Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի և նրա ժամանակաշրջանի մասին։ Թաթուլ այսօր հուլիսի 7-ին մահացավ 87 տարեկան հասակում, կյանքից հեռացավ Վրաստանի նախկին նախագահ Շևարդնաձեն և այս կերպ վերջ տրվեց Շևարդնաձեի դարաշրջանի կամ ժամանակաշրջանին։ Ինչ ասել է Շևարդնաձեի ժամանակաշրջան։ Իհարկե սա իր մահով ավարտվում է Շևարդնաձեի դարաշրջանը, բայց իր դարաշրջանը ըստ էության ավարտվեց 2003 թվականին, երբ նա Վարդյա հեղափոխության արդյունքում կամ Վարդյա հեղափոխությունը տապալեց նրա իշխանությունը, եւ ես այդ օրը շատ լավ հիշում եմ, որովհետեւ այդ օրը ես Վրաստանի խորհրդարանում էի, այն ինչ որ տեղի էր ունենում, երբ որ Միխայել Սահակաշվիլին Վարդը ձեռքին ներխուժեց խորհրդարանի շենք եւ այդ բառերն եմ անգամ լավ հիշում, որովհետեւ շատ տպավորեց, ես վրացերեն առանձնապես չգիտեմ, երբ որ ասում էր գադադեքի, դա նշանակում է հեռացիր, եւ ես հիշում եմ դրանից հետո երբ որ Շևարդնաձեն դուրս էր գալիս խորհրդարանի շենքից, երբ որ նրան լրագրողները հարցրեցին, այսինքն ուր ես գնում, ասեց տուն եմ գնում։ Եվ այդպես ավարտվեց նրա դարաշրջանը։ Այսօր նա մահացավ։ Գիտեք, Շևարդնաձեի դարաշրջանը համաշխարհային նշանակություն ունի, որովհետև Շևարդնաձեն քիչ է ասել, որ խորհրդային Վրաստանի առաջնորդ էր, հետո անկախ Վրաստանի նախագահ էր, խորհրդային միության, այսինքն այդ աշխարհի ամենամեծ կայսրության արտգործնախարարն էր, սրանք դեռ քիչ է ասել։ Շևարդնաձեն շատ կարևոր դերակատարություն է ունեցել խորհրդային միության այդ կայսրության փլուզման գործում եւ այս իմաստով նաեւ Շևարդնաձեն համաշխարհային նշանակության դեմք է, ի տարբերություն շատ առաջին նախագահների կամ շատ Կոմկուսի կենտկոմի առաջին նախագահների, որոնց չի կարելի համաշխարհային նշանակություն տալ եւ Շևարդնաձեն այս իմաստով ունի համաշխարհային նշանակություն։ Միևնույն ժամանակ Շևարդնաձեի նախագահության տարիներին Վրաստանը հետընթաց էր ապրում, չէր փայլում ոչ տնտեսությամբ, ոչ քաղաքականությամբ, ոչ իրավական ոլորտներում ու սոցիալական ոլորտներում ձեռքբերումներով։ Դա ինչով էր պայմանավորված։ Մի քիչ աբսուրդ էր նման խոշոր կալիբրի մարդը ու այդ ցախողումները։ Իրոք հետաքրքիր է, ինձ թվում է Շևարդնաձեն չկարողացավ ադապտացվել Վրաստանի անկախության հետ, որովհետև ինքը անցել էր սովետական միության դպրոցը, Կոմկուսի, չգիտեմ, պետության կառավարման այդ սկզբունքների ու հանկարծ անկախություն, բոլորովին այլ կանոններ, բոլորովին այլ օրենքներ, ինձ թվում է որ բնական էր այդպես պետք է լիներ, նույնիսկ իր կառավարման շրջանում Վրաստանը համարվում էր failed state, այսինքն ձախողված պետություն։ Իրոք այդպես էր, որովհետև այնտեղ Աջարյան չէր վերահսկվում, Աբխազիան, Հարավային Օսիան, այդ ամբողջը դուրս էր վերահսկվում էր Թբիլիսիի մեծ կենտրոնը, որտեղ նրա նստավայրն էր։ Ընդհանրապես հիշում եմ Թբիլիսի գնալուց այդ տարիներին իր ժամանակաշրջանում խորհուրդ էին տալիս քայլել միայն մեծ փողոցներով եւ հանկարծ շրջվել, ասենք, այդ նրբանցքները, որովհետեւ այնտեղ կարող են քեզ պարզապես թալանել եւ որևէ մեկը այդ հարցում քեզ օգնության չի կարող գալ։ Այսինքն այդ վիճակները երբ եկավ Սահակաշվիլին։ Ինչ վերաբերում է Շևարդնաձեի նշանակությանը պետության կառավարման առումով, տեսեք, կարելի է ասել, որ նա երկու անգամ է ղեկավարել Վրաստանը, մեկը սովետական միության ժամանակաշրջանում, մյուսը անկախությունից հետո։ Եթե համեմատում ենք, կոնտրաստը բավականին այսպես ակնհայտ է դառնում, որովհետև Շևարդնաձեն ժամանակին եղել է նաև Վրաստանի ներքին գործերի նախարար, ինչը բավականին տարօրինակ, այսինքն ինքը այդ ճանապարհը չի անցել, բայց իրեն նշանակել են, կարծեմ, Բրեժնևի անմիջական այսպես խորհրդով ինքն է տեխնացիոն առաջարկել, խորհուրդը սխալ կլինի, ներքին գործերի նախարար եւ ինքը այդ ժամանակաշրջանում կարծեմ 70-ական թվականներին հայտնի է եղել որպես Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, որպես ներքին գործերի նախարար 30,000 հոգի, շուրջ 30,000 հոգի դատապարտվել են այդ ժամանակահատվածում իր ներքին գործերի նախարար եղած ժամանակ, 40,000 մարդ զրկվել է պաշտոններից, այդպիսի թվեր են նշում իր կոռուպցիայի դեմ պայքարի կենսագրությունում եւ դրանից հետո նոր իրեն ըստ
որոշ ինֆորմացիաների, նա դառնում է Վրաստանի ղեկավար, դրանից հետո այնուհետև հարաբերություններ է հաստատում իր անմիջական հարևան Ստավրոպոլսկի կրայ, այսինքն Ստավրոպոլյան երկրամասի ղեկավար Գորբաչովի հետ եւ Գորբաչովը դառնում է առաջին քարտուղար սովետական կոմունիստական կուսակցության, ինքը մտնում է Գորբաչովի թիմի մեջ եւ սկսում են սովետական միության կործանման գործընթացը։ Իդեպ այստեղ դերենիկ խոսքը քիշի շատ հետաքրքիր մի պատմություն կա այդ մասին, թե երբ որ իրեն նշանակում են արտգործնախարարի պաշտոնում, ինքը Շևարդնաձեն ինքն է պատմել այդ մասին ու շատ հետաքրքիր էր պատմում։ Ուրեմն երբ որ իրեն նշանակում են արտգործնախարարության թիմը, այսպես քարանում է, որ ոնց կարելի ասենք Գրոմիկոից հետո, իսկ Գրոմիկոն հայտնի էր երկար ժամանակ հայտնի էր որպես խորհրդային միության արտգործնախարար եւ արևմուտքում նրան անվանում էին պարոն ոչ, այսինքն նա արտգործնախարար, որ ամեն ինչին ոչ էր ասում։ Հիմա Լավրովին են անվանում պարոն ոչ։ Եվ հանկարծ նշանակվեց Շևարդնաձեն եւ Շևարդնաձեն պատմում է, որ երբ իրեն ներկայացրել են արտգործնախարարության թիմին, շատերը իրոք զարմացած են եղել, ոնց կարելի է խորհրդային միության արտգործնախարարությունը վստահել նման մարդու, բայց ինքը նաեւ ասում է, որ ես հումորով ասում եմ, ես ասացի, որ գիտեք, ես այն հզորությունը չունեմ, իմ մոտորը այդքան մեծ ինչ որ պարոն Գրոմիկոին էր, բայց իմ մոտորն է լավ աշխատող մոտոր է, այնպես որ ասում եմ, եւ հումորով այդ ամեն ինչն ասել, եւ ասում եմ, բավականին ծանոթությունը լավ ստացվեց եւ նա 5-6 տարի նա եղավ խորհրդային միության արտգործնախարար այն ժամանակ, երբ որ երկիրը բացվում էր հրապարակայնություն, այդ գլասնստ, պերեստրոյկա, երբ որ երկիրը բացվում էր արևմուտքի առաջ։ Իդեպ ինչն է հետաքրքիր, Շևարդնաձեին գնահատում են, ավելի շատ սիրում են, սիմպաթիայով են վերաբերվում դրսում, արևմուտքում, իսկ սեփական երկրում Վրաստանում, նախկին սովետական միության տարածաշրջանում նրա նկատմամբ միանշանակ վերաբերմունք չկա, երբ լուրը տարածվեց, որ կյանքից հեռացել է Էդուարդ Շևարդնաձեն, ես նայում եմ ռուսական այդ լրատվամիջոցներում, սոցցանցերում, որ տեղադրում են եւ այնտեղ կոմենտներն էին նայում, երևի 70-ից 80%-ը շատ գոհ էր, որ Շևարդնաձեն հեռացավ, որովհետեւ նրանք Շևարդնաձեին Գորբաչովի հետ համարում են սովետական միությունը քանդողները, այդպես ասենք, եւ նա մեծ հեղինակություն ունի օրինակ Գերմանիայում, որովհետեւ Բերլինի պատի, Գերմանիայի վերամիավորումը կարծես ասոցացում է հենց Շևարդնաձեի հետ, դրա համար իր կյանքի ամբողջ ընթացքում Գերմանիան հատուկ վերաբերմունք է ունեցել Շևարդնաձեի նկատմամբ, նույնիսկ 98 թվականին կարծեմ, երբ թե 92 մահափորձ է եղել, մահափորձերից մեկից հետո Գերմանիայի կանցլերը նրան նվիրեց զրահապատ Մերսեդես, որպեսզի նա ավելի անվտանգ երթևեկի։ Թաթուլ Շևարդնաձեն գաղափար կամ երազանք կամ տեսլական ուներ, որը Կովկասի մեծ տուն էր, եւ պատկերացումը հետեւյալն էր, որ Կովկասի այս 3 երկրները Հայաստան, Վրաստան, Ադրբեջան կկարողանան համատեղ գործողությունների ընթացքում համագործակցությամբ զորեղացնել, ուժեղացնել թե տնտեսությունը եւ թե հանդես գալ միասնական ընդհանուր աշխարհի հետ հարաբերվելիս, բայց երազանքը կարծես թե իրականություն չդարձավ, երկրներից մեկը մյուսի հետ ունի չլուծված հակամարտություն, Վրաստանը օրինակ շարժվում է արևմուտքի ուղղությամբ, Հայաստանը գնում է այնտեղ, որտեղ ըստ էության իրեն չեն սպասում հակսային միություն, երազանքը տապալվեց, ինչն էր խնդիրը, ինչու չստացվեց։ Ես կարծում եմ եւ գիտեք, ընդունված չէ այս մասին երևի շատ ասել, բայց ես մեկ անգամ այս մասին մի քիչ խոսել եմ վերջերս Թբիլիսիում մի այսպիսի հարցազրույցի ժամանակ, շատերը զարմացան, բայց ես այս բանը ուզում եմ արդեն հայկական եթերում ասել, ես կարծում եմ, որ ընդհանրապես Կովկաս որպես այդպիսին հասկացություն, որպես քաղաքական միավոր ուղղակի չկա։ Սա իմ կարծիքով արհեստական միավոր է։ Չկար նաև 90-ականների սկզբին։ 90-ականներին, այո, չկար։ Միակ ցարական Ռուսաստանի շրջանում։ Այսինքն Կովկաս, երբ որ ասում ենք, որպես քաղաքական միավոր, նու գիտեք, կարող ենք աշխարհագրորեն գուցե ասել, հա, Անդրկովկաս, բայց հենց հարավային Կովկաս այս ձևակերպումը արևմտյան կլիշե է ինչ որ իմաստով հասկանում եք, եւ արևմուտքը փորձ էր արել, ես հիմա ինչ որ դավադրական տեսություն չեմ ասում, հասկանում եք, ես ասում եմ այն ինչ որ ես որպես լրագրող, հետազոտող
հետազոտող դա զգացել եմ, տեսել եմ արևմտյան վերաբերմունքում հարավային Կովկասի նկատմամբ, չկա այդպիսի միավորում։ Հարավային Կովկաս, Անդրկովկաս, այսպիսի քաղաքական միավոր չկա, եւ պետք էլ չէ հույսեր փայփայել, որ այս երկրները կարող են միասին, միասնական ինչ-որ ուղղությամբ գնալ։ Գիտեք, եթե մենք նայում ենք, Հայաստանը այդքան էլ Կովկաս չի։ Ադրբեջանը մասամբ է Կովկաս, զուտ գոնե աշխարհագրորեն վերցնենք, մի կողմ եմ տոնում քաղաքական իմաստով։ Դու արդեն նշեցիր ամենակարևորը, այս երեք երկրները իրար հետ ունեն լրջագույն խնդիրներ։ Եվ այդ պայմաններում, որքան էլ որ գաղափարը սիրուն, գեղեցիկ ընչի, Կովկասյան տուն, չէ՞, գաղափարի համար իրականացնելու համար որոշակի հանգամանքներ են պետք, եւ սա այն դեպքն է, երբ որ ամեն ինչ միմյանց հակասում է եւ հակասությունների հիման վրա տուն կառուցել հնարավոր չէ։ Դրա համար էլ իրականություն չդարձավ։ Երևի այստեղ հենց այդ Կովկասյան տան գաղափարը Շևարդնաձեի մոտ բավականին վաղուց է եղել, ինձ այդպես է թվում, որովհետեւ մի հետաքրքիր պատմություն կա, երբ 1978 թվականին կարծեմ փորձում են նոր սահմանադրություն ընդունել Սովետական Միությունում կամ փոխել սահմանադրության հոդված, որը վերաբերվում է լեզուներին, այսինքն պետական լեզուներ, ազգային լեզուներին, իդեպ 1920 թվականից սկսած միայն Սովետական Միության մեջ պետական լեզու, ազգային լեզու ունեցել են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, մյուս խորհրդային հանրապետություններում լեզուն պետական եղել է ռուսերենը եւ այդ իրավիճակը փոխելու համար Բրեժնևի օրոք փորձում են սահմանադրությունը փոխել եւ Թբիլիսիում տեղի ունենում բազմահազարանոց ցույց Սովետական Միության օրոք, որը սանկցավորված չէ, այսինքն աջակցության ցույց չէ, այլ բողոքի ցույց է եւ հենց Շևարդնաձեն է Բրեժնևի հետ բանակցությունների ընթացքում համոզում է նրան, որպիսի նման փոփոխություն չկատարի սահմանադրության մեջ ՏՀ անակնկալներից խուսափելու համար եւ դուրս է գալիս այդ բազմահազարանոց դժգո վրացիների դեմ եւ հայտարարում է, որ կլինի այնպես, ինչպես դուք եք ցանկանում եւ այդպես էլ լինում է։ Եվ երևի նրա շնորհիվ Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը մնում են այն երկրները, որտեղ պետական լեզուն հայերենն է, վրացերենն ու ադրբեջաներենը։ Իդեպ Գերենիկի ասածի հետ կապված, ես զգում եմ, որ մեր ժամանակը սպառվել է, բայց մի բան ասեմ, դրա հետ կապված լուրջ վեճ կար, որ ով է նախաձեռնողը եղել եւ Դեմիրճյանը, Կարեն Դեմիրճյանը եւ նրա այրին միշտ պնդում են եւ պնդել են, որ իրենք են նաեւ նախաձեռնողները եւ նաեւ Հայաստանն է եղել նախաձեռնողներից մեկը, ասեցման գործընթացի նախաձեռնումը, որպեսզի 78 թվականի այդ նոր սահմանադրության մեջ հայերենը, վրացերենը եւ ադրբեջանը մնա որպես ազգային լեզու եւ վերջացնելով, երբ որ մենք խոսում ենք Շևարդնաձեի դարաշրջանի մասին, արդեն մենք պիտի նշենք, որ Շևարդնաձեի մահով վերջացավ նաեւ մեկ այլ, այսպես ասեմ, ժամանակաշրջան, երբ որ կյանքից հեռացավ այն սերունդը անդրկովկասյան խորհրդային 3 հանրապետությունների, որոնք 70-80-ական թվականներին իշխում էին հանրապետություններում, նկատի ունեմ Էդվարդ Շևարդնաձեն Վրաստանում, Հեյդար Ալիևը Ադրբեջանում եւ Կարեն Դեմիրճյանը Հայաստանում։ Սրանք տարեկիցներ չէին, բայց ժամանակակիցներ էին այս 3 գործիչները եւ երեքի ճակատագրերը բավականին տարբեր ստացվեց։ Նախ Ալիևը առաջ քաշվեց եւ դարձավ խորհրդային միության հիերարխիայում կարևորագույն դեմք, երբ նա փաստորեն վարչապետի տեղակալն էր, 5-րդ, 6-րդ պաշտոնն էր, Շևարդնաձեն հետո դարձավ արտգործնախարար, իսկ Կարեն Դեմիրճյանը ոչ միայն չհասավ Մոսկվա, այլ նաև հենց Գորբաչովի նախաձեռնությամբ իշխանությունից հեռացվեց եւ այս 3 գործիչները այնուամենայնիվ կմնան պատմության մեջ, Անդրկովկասի պատմության մեջ, մեր տարածաշրջանի պատմության մեջ որպես խորհրդային 3 հանրապետությունների փաստացի վերջին առաջնորդներ, թեև նրանցից հետո եղան առաջնորդներ, չէ, բայց այնուամենայնիվ նրանց ժամանակաշրջանը շատ ավելի երկար էր։ Նրանք են, որ ասոցացվում էին այդ կոռուպցիայի, ամենաթողության, չգիտեմ, կաշառակերության եւ շատ այլ բաների հետ, հետեւաբար նրանց կարող ենք ասել ավարտվեց այս դարաշրջանը։ Շնորհակալություն հետաքրքիր հուշերի համար եւ ինչպես ասում են, Աստված հոգին լուսավորի գնաց ժամանակի մեծ գործիչներից մեկը։ Շնորհակալություն, շնորհակալություն նաև ձեզ, շարունակեք հետևել Սիրունետին։